Աստվածաշունչ Մատյան, գիրք Առակաց, գլուխ առաջին։ Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները։ Իմաստություն և խրատ գիտենալու համար, հանճարի խոսքերը հասկանալու համար։ Իմաստության խրատն ընդունելու համար, այսինքն արդարություն, իրավունք և ուղղություն։ Պարզամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին գիտություն և խորհրդածություն։ Թող լսե իմաստունը և ավելացնե ուսումը, և բանիմացը վարժություն ստանա, որ հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը։ Լսի՛ր, որդյակս, քո հոր խրատը և մի մերժիր քո մոր հրահանգը, որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ քո պարանոցին։ Որդյակս, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հաճություն չտաս։ Եթե քեզ ասեն. «Եկ մեզ հետ արյան դարանամուտ լինենք, թակ կենանք անմեղի դեմ զուր տեղը, դժոխքի պես նրանց ողջ կուլ տանք և ամբողջ գուբն իջնողների պես, ամեն տեսակ պատվական ստացվածք գտնենք, լցնենք մեր տները ավարով, վիճակդ գցիր մեր մեջը, մեր անմենի քսակը մեկ լինի»։ Որդյակս, նրանց հետ ճանապարհ մի գնար, ոտքդ ետ պահիր նրանց շավիղներիցը, որովհետև նրանց ոտները չարության են վազում և շտապում են արյուն թափելու։ Նրա համար, որ իզուր է վարմի տարազվել է ամեն որևիցե թևավոր աչքի առաջին։ Բայց նրանք դարանամուտ են լինում իրանց արյանը, թաքչվում են իրանց անձերի համար։ Այսպես են ամեն արծաթասիրության մոլի մարդի շավիղները, որ առնում են իրան անձնատուր եղողի հոգին։ Իմաստությունը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։ Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը և քաղաքումը խոսում է իր խոսքերը։ Մինչև ե՞րբ պիտի ով անմիտներ անմտություն սիրեք, և մինչև ե՞րբ պիտի ծաղրանելը հաճելի լինի ծաղր անողներին։ Եվ հիմարները ատեն գիտությունը, ետ դարսեք դեպի իմ հանդիմանությունը։ Ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վրա, իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։ Որովհետև ես կանչեցի, և դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի, և ուշադրող չկար։ Եվ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը և իմ հանդիմանությունը չուզեցիք։ Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառությունովը և ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս, երբ որ ձեր վախը կործանման պես կգա և ձեր թշվառությունը մրրիկի նման կհասնե, երբ որ ձեզ վերանեղություն և տառապանք կգա։ Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առավոտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ։ Որովհետև գիտությունն ատեցին և Տիրոջ վախը չընտրեցին։ Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր հանդիմանությունն անարգեցին։ Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղիցը ուտեն և իրանց խորհուրդներիցը կշտանան։ Որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանե, և հիմարների անհոգությունը պիտի կորցնե նրանց։ Բայց ինձ լսողը ապահով կպնակվի, և հանդարտ կլինի չարիքի վախիցը։